Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանին։ Բարև ձեզ Տիկին Բադալյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ։ Նախորդ շաբաթ ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարեց, որ իրենց վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է, օրերս էլ այդ ուժի ներկայացուցիչներից Գոհար Մելոյանը հայտարարեց, որ ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի առաջին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը անցումային համակարգողի կարգավիճակով։ Ինչ է սա նշանակում։ Հրաշալի, սա նշանակում է, որ մարդիկ եւ ընդհանրապես այդ ձևավորված կուսակցությունում որևէ մեկը չի ուսումնասիրել սահմանադրությունը, տեղյակ չէ Հայաստանի Հանրապետության օրենքներից եւ պատկերացում չունի, որ Սամվել Կարապետյանը որևէ դեպքում որևէ սցենարով չի կարող դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետության նախագահ եւ ազգային ժողովի պատգամավոր։ Եվ հետեւաբար այս թեման կարելի է փակվել, այդ աճպարարությունները անցումային տեխնացու, այդ անցումային կառավարություն, որ դեժավյու է առաջացնում բոլորիս մոտ հիշում եք 2020 թվականից այդ բոլոր միտինգների ժամանակ հայտարարվում էր, որ պիտի անցումային կառավարություն ստեղծվի, որից հետո այդ անցումային բառը իրենք շատ սիրում են, բայց դա անիրատեսական է, ինչպես որ անիրատեսական է եղել 2020-ին, 21-ին, 22-ին, 23-ին եւ այդպես շարունակ, իսկ այս դեպքում ընդհանրապես աբսուրդային է սա, որովհետեւ ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները պիտի հասկանան, որ մարդիկ դեռ իշխանության չեկած թքած ունեն սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենքների վրա, բա որ գան ինչ կլինի իշխանության եւ այս իմաստով նույնիսկ չգիտեմ, ինչպես որ ծիծաղելի սկսել են որպես շարժում, հա, մեր ձևով եւ ակնհայտ էր հենց սկզբից, որ քաղաքականությունից, տնտեսությունից, որևէ պետական ապարատի աշխատանքից, գործունեությունից որևէ տեղեկություն չուներ այդ նոր ձևավորված ուժը, որևէ բան չի փոխվել մեկ տարվա ընթացքում, նրանք չեն աճել, չեն ուսումնասիրել, չեն սովորել եւ այս նորահայտ կուսակցությունը եւս բնավ պատկերացում չունի կառավարման համակարգի մասին։ Այս օրերին ավելի հաճախ են սկսել խոսել ինչ-որ տարբեր քաղաքական ուժերի միավորումների մասին, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի եւ Անդրանիկ Թևանյանի ուժերի միացման մասին է խոսքը, նա Պետրոս Ղազարյանի մոտ հյուր էր, վերջերս Անդրանիկ Թևանյանի մասին է խոսքը, եւ այսպեսի մի բան հայտարարեց, որ մենք բոլոր ընդդիմադիր շրջանակների հետ պատրաստ ենք համագործակցել Գյումրի 2 կանենք։ Կարող են անել Գյումրի 2։ Ռիսկ իհարկե կա եւ ընդհանրապես Անդրանիկ Թևանյանը չէր, որ պիտի ասեր, որպեսզի մենք հաշվարկեինք եւ իմանայինք, որ այդ սցենարը այնուամենայնիվ մտածվում է եւ հնարավոր բոլոր տարբերակներով փորձում են աստիճանաբար եփել, որպեսզի հունիսի 7-ից հետո կամ դրան ընդառաջ ինչ որ մի անակնկալի բերեն, սա մեզ համար շատ կանխատեսելի էր, բայց կարծում եմ, որ եթե Անդրանիկ Թևանյանը մի քանի հատ էլ այդպիսի հարցազրույց տա, ինչպեսին որ տվեց այն օրը հանրայինի եթերում, ես կարծում եմ, որ իրենց համար Գյումրիի սցենարը կդառնա շատ հեռու եւ աղոտ երևացող մի բան։ Մի քանի այլ հայտարարություններ է արել, քննարկենք, նա ասում է, որ բավականին բարձր վարկանիշ ունեցող կառույցներ են համախմբվել իրար հետ, լայն կոնսոլիդացիայից է խոսում, եթե խոսենք միայն եւ օլիգարխիայի դեմ պայքարից, ամենակարևորը։ Հետաքրքրական էր այն, որ այդ կոնսոլիդացիան մենք տեսանք 2015 թվականին բուրժուա դեմոկրատական հեղափոխության փորձի ժամանակ եւ իր եւ Գագիկ Ծառուկյանի համատեղ այսպես ջանքերով փորձում էին բուրժուա դեմոկրատական հեղափոխություն անել, չստացվեց, իդեպ չստացվելու համար նաև մեղավորներից մեկն էլ Սամվել Կարապետյանն էր, փորձում էր Գագիկ Ծառուկյանին համոզել։ Հիմա 11 տարի անց ինչ է փոխվել, որ նույն ուժով փորձում են ներկայանալ։ Ես ես ասեմ 11 տարի անց որևէ բան չի փոխվել, որևէ մեկի մոտ, որևէ մեկը իր քաղաքական կարիերայի ընթացքում, իր ընդհանուր առմամբ պատկերացումների աշխարհայացքի առումով էլ աճ չի ապրել, այսինքն ամեն ինչ նույնն է, ինչ որ 10-ական թվականներին, որևէ բան չի փոխվել, որովհետև գործող անձիկ էլ չեն փոխվել, չէ՞, նրանք ինչպես կային այդ տարիներին, այնպես էլ կան հիմա, որևէ նորություն դաշտում չկա։ Փոխվել է մի բան, որ շատ ավելի ագրեսիվ է դարձել Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պայքարը եւ շատ ավելի ագրեսիվ է դարձել, փորձենք ասել ագրեսիվ, դրսից իրենց ուղղությամբ եկող հրահանգները, օգնությունները, ռեսուրսները եւ պատվերները։ Թերևս դա է պատճառը, որ նույնիսկ
իրար հետ առանձնապես յոլա չգնացող մարդիկ էլ համախմբվել են, ես չգիտեմ, իրենք իրոք հաշտեն իրենց այդ որոշման կամ Գյումրու սցենար անելու, կամ այն Հայաստանում ապրելու, որի մասին իրենք հիմա խոսում են եւ քարոզում են, հա, իրենք արդյոք իրենց ներսում հաշտ են, թե ոչ, հաշտ չեն, բայց այլընտրանք չունեն, հաշտ են եւ ուրախ են այս ճանապարհով գնալ եւ Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության դեմ գործել, չգիտեմ, բայց երկու տարբերակով էլ իրոք պետականության դեմ է բոլոր գործողությունները եւ ես կարծում եմ, որ ժողովրդի օգնությամբ մենք կկարողանանք այս ծանր ցնցումն էլ հաղթահարել, ծանր ցնցումը ճակերտների մեջ վերցրած։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանն առաջարկում էր փոքր ընդդիմադիր դաշտում բլոկներ ստեղծել իշխանության դեմ պայքարելու համար։ Սերժ Սարգսյանը այդքան էլ համամիջ չէր այդ մտքին, այդ միավորմանը, այլ կարծիք ուներ, ինչ է կարծում սա իրականում այդպես է, թե ինչ որ խաղ է գնում։ Ես այսպես ասեմ, ուրեմն նոր չեն մտածել ինչ պիտի անեն, որովհետև 2020 թվականից ես էլի շպնդում եմ, որ 2018 թվականից է պայքարը եղել մեր իշխանության դեմ, հեղափոխության հենց հաջորդ իսկ օրվանից, բայց 2020 թվականից էլ ավելի բուռն դարձան եւ նրանք բոլոր տեխնոլոգիաները կիրառել են արդեն մինչ այս պահը, բոլորը։ Էլ տեխնոլոգիա չի ստեղծվել, որ նրանք չկիրառեն, հա, լինի դա իշխանության ներկայացուցիչների հեղինակազրկումը, բուլինգը, սուտ տեղեկությունները այնպես տիրաժավորել, որ մարդիկ սկսեն կասկածել, եթե չհավատան, ապա գոնե կասկածներ ունենան, սկսած նրանց անձնական կյանքից մինչև բոլոր մեթոդները արվել են, թե քաղաքական, եւ այդ հին մեթոդներով նաեւ շարունակում են հիմա նրանք գործել արդեն աշխարհաքաղաքական, հա, այդ հարցերը քննարկելու ժամանակ, այդ թուրք, դավաճան, գիտեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի հրահանգները կատարող էս բոլոր ֆեյք արտահայտությունները նրանք կարողացել են իրենց իսկ պատկանող լրատվամիջոցների օգնությամբ այնպես տիրաժավորել, որ մարդկանց ուղեղում արդեն ենթագիտակցության մեջ մխվի եւ այդ փոքր ուժերով պայքարնել նորություն չէ, նրանք դա արդեն արել են, ուղղակի բարձրաձայնում են եւ իբրև թե նոր են անելու, ընդդիմադիր դաշտի ամբողջական կոնսոլիդացիան եւ բոլոր քաղաքական ուժերի միավորումը էլի նորություն չի, նրանք դա արդեն փորձարկել են մի քանի անգամ Սրբազան շարժման ժամանակ, Վազգեն Մանուկյանի շարժման ժամանակ, մի խոսքով բոլոր այդ ամեն ինչ արդեն փորձարկած մեթոդներ են, ուղղակի այս անգամ նրանք դեռևս շարունակում են այսպես ոգևորված ընթանալ այդ ճանապարհով, կարծելով, որ հաղթանակ են տոնելու, պարզապես ես կարծում եմ, որ ժողովուրդը վաղուց արդեն քաղաքականապես շատ հասունացել է եւ մեր հասարակությունը ավելի իմունիտետ ունի բոլոր տեսակի կեղծիքների նկատմամբ, այն ինչին ընկալունակ էր, հա, մի քանի տարի առաջ, հիմա արդեն իմունիտետ է ձեռք բերել եւ այս իմաստով կարծում եմ, որ նրանց համար շատ դժվար է լինելու իրագործել իրենց պլանները։ Երբ Պետրոս Ղազարյանը հարցրեց, օրինակ ենթադրենք դուք գալիս եք իշխանության խաղաղության պայմանագիր կստորագրեք թե ոչ, Անդրանիկ Թևանյանն ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունով փոխ լրացնելով միջնորդով երաշխավորող ու պարտադիր ամեն խոսքի մեջ Ռուսաստանի Դաշնությունը նշվում էր։ Այն ամենը, ինչ որ ես քիչ առաջ ասում էի, Անդրանիկ Թևանյանը այն օրը հաստատել է այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք արդեն քանի տարի է։ Այսինքն ես էլ մտավախություն չունեմ ասելու, որ Ռուսաստանի Դաշնության պատվերով եւ նրանց ուղղորդմամբ է ամբողջ շարժումները Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ նաեւ պետականության դեմ Անդրանիկ Թևանյանը ամբողջությամբ հաստատեց այն ամենը, ինչ որ մենք ասում էինք։ Էլ էստեղից են կողմ, նույնիսկ ինչ որ բան ակնարկելու կամ ավելի այսպես դիվանագիտորեն նուրբ ասելու կարիք էլ չկա, որովհետև ընդդիմադիր դաշտը շատ պարզ է ասում, ինչու է պարզ ասում, որովհետև ներքին վստահություն ունի, որ հենց Ռուսաստանի Դաշնության օգնությամբ կարողանալու է դա իրագործել, եթե այսքան կասկած ունենար չեր անի այդքան պարզ։ Ընդդիմադիր գործիչները անընդհատ խոսում են ինչ որ բաներ հանձնելուց, իհարկե մենք չենք նկատում տենց բան, բայց օրինակ Անդրանիկ Թևանյանը իր հարցազրույցում ասաց, որ փաստացի այս իշխանությունը հանձնել է Զանգեզուրի միջանցքը։ Մի քանի օր առաջ էլ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հավանաբար տեղյակ չէր, հայտարարեց, որ Կիրանցը հանձնել են, այսինքն Կիրանցում մարդիկ ապրում են, այնտեղ դպրոց են սարքել, բնականon հունով կյանք է ընթանում, բայց այս մարդը խոսում է այդ տարածքը հանձնելու մասին։ Ինչի մասին է առհասարակ այս ամբողջ։ Ես ընդհանրապես կարծում եմ, հատկապես մեր հասարակության լայն շերտեր ձեր նշած անուններին չեն ճանաչում, բայց որոշ շերտեր ճանաչում են եւ կարծում եմ, որ մի քիչ չարժի այս պահին եթերում
Ես որպես իշխանության ներկայացուցիչ, դուք որպես լուրջ լրագրող նստենք ու քննարկենք այդ կերպարներին։ Պարզապես նրանք հայտ են ներկայացրել։ Դե թող հայտը կներկայացնեն, ժողովուրդն էլ կորոշի ընտրում է թե չէ, ժողովուրդը չի տեսնում ինչ որ բան հանձնել ենք թե չէ, կիրանցը հանձնել ենք թե չէ, բանակը ավիրել ենք։ Գնացել եք երբևէ տեսել եք ինչ է կատարվում այս պահին բանակում եւ մեր պաշտպանության գծում ընդհանրապես ամբողջ սահմանի երկայնքով ինչպես ենք մենք կահավորել սահմանը ինչ են որ խոսեն այդ ամեն ինչի պատասխանը շոշափելի ոչ թե պատասխանը կա այլ մարդիկ կարող են գնալ իրենց աչքով այդ ամենը տեսնել եւ հետ վերադառնալ եւ հետեւաբար ես անկեղծ ասած մի քիչ դիսկոմֆորտ ունեմ ձեր նշած անունների կողմից ասված անհեթեթությունները մեկնաբանելու, որովհետև կարծում եմ մենք այդ ժամանակը կարող ենք լրացնել շատ ավելի լուրջ քննարկումներով, նույնիսկ մեր բավականին շատ մեծ արած աշխատանքներ մեկնաբանելով եւ հանրությանը հասցնելով։ Աշխատանքների մասին խոսենք, բայց պետք է անդրադառնամ ընդդիմադիր ձեր գործընկեր Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, նա ասել էր, որ Փաշինյանի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մի քանի խոշոր դաշինքներով պայքարելն է, դրան զուգահեռ խոսել էր, մոտավորապես ներկայացրել էր, որ դուք միայն ասֆալտ եք արել, բայց այլևս հնարավոր չի լինի միայն ասֆալտով ժողովրդին խաբել, հələ մի բան էլ ասֆալտի որակից էր դժգոհ։ Շատ լավ է։ Ամբողջ հարցն այն է, որ երբ որ խոսում են երկրի օրհասական վիճակից, հանձնել ենք այս, հանձնել ենք այն, ընդհանրապես այսպես հայկականությունը վերանում է, հայ մշակույթը վերանում է, այսպես մենք ազգադավ իշխանություններ ենք, բայց երբ որ քննարկվում է ասֆալտի որակը միայն, այսինքն երբ որ հարց է լինում բարձրացնելու, փաստացի վիճելու, դա լինում է ասֆալտի որակը, փողոցների փոսերը եւ այլն, սա էլ է խոսում այն մասին, որ իրենք սուտ են խոսում, որովհետեւ այն ճոխ արտահայտությունները, որ անում են, դա չեն կարողանում երկար պնդել եւ ինչ որ կերպ ապացուցել։ Ասֆալտն էլ իրենց համար քննարկելի է։ Դե մինչև քննարկենք, հասարակ ժողովուրդը, որ այդ ճանապարհով գնում է եւ մեծ հաճույք է ստանում, այդ պահին հաճույք է ստանում, բայց սկսում են ահազանգել, որ հեսա շուտով այս ճանապարհները, քանի որ որակ չկա, շուտով էլի նույն նախկին վիճակներն են գալու։ Մի խոսքով, այս ամեն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ անզեն աչքով է արդեն երևում։ Շատ հետաքրքիր է, որ ամբողջ քաղաքական դաշտը լսել է Արթուր Խաչատրյանի հորդորը եւ հենց այդպես էլ անում է, այսինքն 3 մեծ դաշինք են, չէ՞, պահին հայտ ներկայացրել ընտրություններին մասնակցել եւ Գյումրի սցենարը իրականություն դարձնել։ Շատ լավ է, որ լսում են ուշադրությամբ Արթուր Խաչատրյանին, կարծում եմ, որ բադ խորհրդատու չի լինի իրենց համար։ Հետաքրքիր է, իրենք այդ գյուղերում, այդ տարածքներում, որտեղ որ բավականին մեծ աշխատանքներ է կատարվել, դպրոցաշինություն, մանկապարտեզներ, գյուղաաջակցություն, սոցիալական աջակցություն, իրենց բնակիչները չեն ասում, այս ինչեր է խոսում։ Հնարավոր է, որ ասում են, հնարավոր է, որ իրենք այդ գյուղերում նույնիսկ ունեն բարեկամներ, որոնց տուն գնում գալիս են, ես դրա համար քիչ առաջ հիշում եք ինչ ասացի։ Ասացի ես չգիտեմ, հոգու խորքում գուցե նրանք չէին ուզենա ապրել այն Հայաստանում, որի մասին խոսում են իրենք, որ այսպիսին պիտի լինի Հայաստանը, հա, այս դաշնակիցներով, այս պայմանագրերով, այս ամենչով, այլ հոգու խորքում կուզենային ապրել այն Հայաստանում, որի մասին խոսում ենք մենք, բայց նրանք այլ ընտրանք չունեն։ Շատ դեպքերում շատ այդպես լինում է, չէ, որ եթերում մի բան է, եթերից դուրս մեկ այլ բան է, եթերում մի հարաբերություններ են երևում, եթերից դուրս այլ հարաբերություններ են երևում եւ ես ժամանակ առ ժամանակ խորը խղճահարությամբ եմ լցվում այն ընդդիմադիր դաշտի քիչ թե շատ նորմալ մարդկային ինչ որտեղ նաեւ կիրթ մարդկանց համար կամ վերաբերյալ որոնք որ իրականում իրոք շատ լավ հասկանում են, որ ամեն ինչ շատ լավ է այս պահին եւ էլ ավելի լավ է լինելու, բայց նրանք պիտի դրա դեմ բողոքեն, որովհետեւ նրանք այդ քաղաքական ուղղությունն են ընտրել։ Բայց չէ որ իրանք երկար տարիներ համենայն դեպս 2 տասնամյակ իշխող ուժերի հետ կոալիցիոն կառավարման մեջ են եղել, բավականին լուրջ պորտֆելներ են ունեցել նախարարական, բայց չենք տեսել իրենց արժանահիշատակ գործերը։ Եվ հետեւաբար անիմաստ է, ես հասարակ մի փոքրիկ վարժություն եմ առաջարկում անել։ Հիշում եք, չէ, որ Նարեկ Կարապետյանը ասում էր, որ հարկերից պիտի ազատենք փոքր միջին բիզնեսներին եւ այլն։ Փոքրիկ վարժություն անենք, մտավարժանք կամ առաջարկենք կամ իրենց աշխատակիցները առաջարկեն Նարեկ Կարապետյանին սկսել իրենց մոլերից։ Օրինակ այնտեղ փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող հայ գործարարներին, որոնք ունեն բուտիկներ եւ այլն, պարզապես չեղարկեք բոլոր վճարները։ Սկսեք ձեր մոլից, տեսնեմ դա կարողանալու եք անեք։ Դեռևս արժևում կա 4 ամիս ժամանակ։ Եթե դուք այդպես կանեք ու կշարունակեք անել, կամ դուք պիտի դա արած լինեիք, որ ձեզ թույլ տայք խոսել հարկերը կրճատելու մասին։
Բայց նույնիսկ եթե ձեր մտքով չի անցել ու ժողովուրդը թող դա պահանջի, որպեսզի հասկանա ճիշտ են ասում, թե չէ, անելու են դա, թե չեն անելու։ Պարզապես սկսում ենք իրենց մոլերից, իրենց բոլոր են հնարավոր մեծ շինություններից, որտեղ որ ինչ-որ կերպ բիզնես է ընթանում, եւ այն մարդիկ, որոնց իրենց հետ համագործակցում են, ազատում են բոլոր տեսակի ֆինանսական պարտավորություններից։ Հենց որ դա կանեն, մենք շարունակենք խոսել արդեն նրանց այս բոլոր անպագորգոր խոստումների եւ հայտարարությունների մասին, որոնցով ինչ որ մի հատված այսպես հիացած է, ուղղակի հիացած է եւ անհամբեր սպասում է երբ է գալու հունիսի 7, որ գնանտրի, որ հարկերից ազատվի։ Շատ լավ։ Բայց կան այդպիսի մարդիկ, որոնք հավատում են այդ խոստմանը, ըստ ձեզ։ Կլինեն այնուամենայնիվ։ Հաշվի առնելով մեր երկրում դեռևս կրթական բարեփոխումների իրենց բարիս լավ իմաստով հետևանքները դեռ չեն ցույց տալիս, բայց այնուամենայնիվ այն կրթական համակարգում, որին որ մենք ենք մեծացել, բնականաբար շատ կլինեն մարդիկ, ովքեր որ երազանքների, ախր երազանքների չի, երազանքների բոլորս ենք հավատում եւ վերջո երազանքն է, որ այսօր դառնում է իրականություն, հա, Հայաստանի Հանրապետության հզորացման հետ կապված եւ ես շատ վստահ եմ ասում, որ դա դառնում է իրականություն եւ դառնալու է իրականություն, երազանքների մասին չի խոսքը։ Մենք ես մեր քաղաքական ընդդիմության, որը որ տարիներ շարունակ մեկ իշխանություն է, մեկ ընդդիմություն է, որը այսօր էլ դարձել է այսպես լրջագույն ընդդիմություն եւ իր պատկերացմամբ լուրջ վտանգ է սպառնում, հա, գործող իշխանություններին, այդ ընդդիմության հիմնական քաղաքական գծերը որոնք են եղել, անիրատեսական բաներ, չէ՞։ Ինչ որ մի կուսակցության համար դա արևմտյան Հայաստանի հետ վերադարձն է։ Մեկ այլ կուսակցության համար միացումներ, մյուս այլ կուսակցության համար, չգիտեմ, մենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էինք, որից սարսռում էին բոլոր նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների, հա, բանակները եւ այլն, այս անիրատեսական բաները դրա վերջ պետք է տալ եւ պետք է շատ ռեալ նայել բոլոր իրավիճակներին։ Եթե մարդիկ չեն ուզում պերմանենտ լինել անընդհատ խնդիրների, լարվածության, փակ սահմանների, աղքատության, ճնշվածության եւ պատերազմի վտանգի մեջ ապրելով։ Դրանից դուրս գալու միակ տարբերակը այսպիսի փուջ խոստումներին ռեալ բիզնես պլան պահանջելն է, ինչպես է դու սա անելու, ինչի հաշվին եւ ինչի համար։ Ես վստահորեն եմ դա ասում, որովհետեւ մենք ներկայացնում ենք ճանապարհը, ցանկացած բան, որ պիտի անենք, ասում ենք սա այսքան պահանջում է այսքան ժամանակ, այսքան ռեսուրսներ, այսքան ժամանակ հետո կլինի դրա արդյունքները։ Խոսենք նաև մեկ այլ ընդդիմադիր գործչի անպագորգոր մի հայտարարության մասին, խոսքը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարության մասին է, նա ասել է, որ առաջիկա ընտրությունները կեղծվում են, դեռևս չսկսված, այս ընտրություններին արտաքին ուժերը խառնվում են արդեն հայ ժողովրդի ընտրության եւ իրավունքների մեջ եւ դա անում են բացահայտ, ստավկեն դնելով Փաշինյանի վրա։ Արևմուտքը միակողմանի պաշտպանում է Փաշինյանին։ Ես այստեղ նաև ուզում եմ հիշեցնել, որ ոչ վաղ անցյալում Գյումրիում ընտրություններ էին եւ Ռուսաստանի Դաշնության իշխող ուժի Եդինայա Ռոսիայի ներկայացուցիչները հենց այդ ուժը աջակցում էր Գյումրիում Կարեն Սիմոնյանի տեխնացությունը։ Այստեղ իրենք խնդիր չտեսան, լռեցին, ակնհայտ այլ երկրի միջամտություն իշխող ուժից, բայց հանկարծ որոշեցին, որ Արևմուտքը միջամտում է մեր ընտրություններին, դեռ մի բան էլ արդեն կեղծվում են ընտրություններ։ Շատ զավեշտալի է սա ամենը։ Ուրեմն մի որոշ ժամանակ առաջ ասում էին այդ հույսները դրել եք Արևմուտքի վրա, չեք հասկանում, որ Արևմուտքը թքած ունի ձեզ վրա, ու ընդհանրապես ինչ մեծ բաների մասին եք խոսում, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցություն, ինչ ձևական բաներ են, ձայներ հավաքելու համար նման բան չի կարող լինել, որովհետև դուք հետաքրքիր չեք Արևմուտքին, եւ եթե այս աշխարհում ինչ որ մի երկիր կա, որին Հայաստանը կարող է հետաքրքրել, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Հիմա դարձավ, որ Արևմուտքը մեզ աջակցում է։ Ընդհանրապես վատ լուր ունեմ։ Արևմուտքը ոչ մեկին չի աջակցում, ոչ մի հարցով եւ ոչ մեկի ներքին գործերի մեջ իր քիթը չի խոթում։ Ի տարբերություն ձեր դաշնակիցների եւ աջակիցների, որտեղ հիշենք, որ այսօրվա անդիմադիր դաշտում գործող որոշ կուսակցություններ հուշագրեր ունեն ստորագրած ձեր նշած կուսակցության հետ, սերտ համագործակցում են եւ սկսած հայտարարություններից մինչեւ գործողություններ, այդ միջամտությունը քաղաքականությանը Հայաստանի Հանրապետության ներքին ակնհայտ է, նույնիսկ դա բացատրելու, ցույց տալու եւ ապացուցելու կարիք չկա։ Եվ հետեւաբար եկեք կլինի ով, բայց արտաքին միջամտությունից թող ընդդիմության այդ հատվածը երբեք չխոսի։
Իսկ կպատկերացնեք մի օր, որ կգա մի օր, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչը կխոսի ներկայումս համենայն դեպս 7 տարվա մեջ չենք լսել որևէ ընտրակեղծիքի մասին, խոսի այս իշխանությունների ընտրություններ կեղծելու մասին։ Այս կրեն կուսակցությունը, որը ինստիտուցիոնալիզացրեց ընտրակեղծիքը, այսօր խոսում է ընտրակեղծիքների հավանականության մասին, գիտեք ինչու, որ եթե ընտրությունները պարտվեն, հիմա էլ սկսեն աղաղակել, որ ընտրությունները կեղծվել էին, դրա համար իրենք պարտվեցին, որովհետև ինչ որ կերպ իրենք պիտի արդարանան իրենց պատվիրատուի մոտ, թե ինչու իրենք պարտվեցին։ Եվ աստիճանաբար սկսում են այնքան ցինիզմ ունեն մարդիկ, որ ասում եմ ընտրակեղծիքների մեջ հայտնի, ընդ որում սրանք պարզապես խոսքեր չեն, չէ, որովհետև միջազգային դիտորդները արձանագրել են ամեն տարի ընտրությունից հետո եղած ընտրախախտումները եւ այլն։ Եվ եթե նկատել եք վերջին մի քանի տարում, այսինքն 18 թվականից սկսած որևէ ընտրակեղծիքի մասին միջազգային դիտորդները, ընդ որում միջազգային միայն իրենց նշած արևմուտքից չէ, ամբողջ աշխարհից բայց բողոքարկումներ չեն տեսել։ Չի եղել եւ իրենց կողմից էլ չի բողոքարկվել, որովհետեւ անիմաստ է, չի եղել ընտրակեղծիքներ։ Եվ այն ուժը, որի օրոք միշտ եղել են այդ ընտրակեղծիքները, ընտրակեղծիքի հետևանք էր նաեւ մարտի 1-ը, եթե հիշում եք։ Ու էլի ընտրակեղծիքի ծանր հետևանքներ մենք ունենք մեր երկրում ու այս քաղաքական ուժերը այսօր խոսում են լրիվ նույն սերիայից է, լրիվ նույն տրամաբանության մեջ է, ինչով որ Անդրանիկ Թևանյանը եկել է պայքարելու օլիգարխիայի դեմ։ Սա ժողովրդի նկատմամբ ծաղր է, ծաղր, այսինքն իրենք թերագնահատում են ժողովրդի մտավոր ունակությունները, որ ժողովուրդը սա չի հասկանալու, չի տեսնում։ 18 տարի առաջ էր դա եղել, այդ մարդիկ չեն հիշելու ինչ էր տեղի ունենում։ Դու կոնկրետ դրվագների մասին եք ասում, բայց մինչև 18 տարի առաջից հետո էլ են բավականին նման դեպքեր եղել։ Ես ՀՀԿ-ի իշխանությունն եմ ասում։ Բնականաբար, բոլորը ամեն ինչ շատ լավ հիշում են, շատ լավ գիտեն եւ այս ընդհանուր առմամբ այս քաղաքական մեծ փուչիկը ինքը պայթելու է ժողովրդի քվեի արդյունքում։ Ժողովրդի շնորհիվ է պայթելու այս քաղաքական փուչիկը, որովհետեւ մնացած տարբերակներով սա տեխնոլոգիաների լուրջ պայքար է եւ ինչպես եւ մենք ահազանգում ենք, հիբրիդային պատերազմը մտնելու է ամենածանր փուլ ընտրություններից մի քանի ամիս առաջ եւ տևելու է շատ երկար։ Կարծեք թե արդեն տևելու է մինչեւ ընտրությունները եւ մի փոքր էլ ավելի։ Եվ իհարկե սկսվել է եւ գնալով թեժանալու է եւ բոլորը պիտի դրան պատրաստ լինեն։ Այս համատեքստում Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է իր 2026 թվականի զեկույցը, որում նշվել է, որ Ռուսաստանը գրեթե անկասկած 2026 թվականին կսկսի Հայաստանի դեմ լայնածավալ ազդեցության արշավ, այն նպատակ կունենա միջամտել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, հեռացնել վարչապետ Փաշինյանին իշխանությունից եւ հաստատել մի կառավարություն, որը կթվա ազգայնական, բայց ըստ էության կգտնվի Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Ինչ կասեք այս մասին։ Դες դրա մասին մենք խոսում ենք արդեն շատ երկար ժամանակ եւ հետաքրքիր է, որ արդեն տարբեր երկրների արտաքին հետախուզությունների զեկույցներն են դրա մասին խոսում, այսինքն սա արդեն պաշտոնական տեղեկատվություն է դառնում, եթե մինչև հիմա դրանք մեր ենթադրությունների կամ մեր հաշվարկների հիման վրա էին, հիմա արդեն պաշտոնական, հա, տեղեկություններ են միջազգային գործընկերների կողմից եւ այո, դա լինելու է։ Այո, դա լինելու է, որովհետեւ 2026 թվականի ընտրությունները հունիսի 7-ը ճակատագրական օր է լինելու Հայաստանի Հանրապետության համար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելու է եւ թող որևէ մեկը ընդդիմությունից չասի, որ ինքը կողմ է խաղաղությանը, որևէ մեկը, որովհետև իրենց մնացած արած արտահայտությունները դրա մասին չեն խոսում, հա, սկսած իրենց երաշխավորներից, արժանապատիվ պայմաններ դնելուց, ինչ պայմաններ պիտի դրվի, որ խաղաղությունը կնքվի, բնականաբար խաղաղություն չի լինելու, թող մոռանան մարդիկ, այսինքն ժողովուրդը ընտրելու է խաղաղության եւ պատերազմի միջև։ Ժողովուրդը ընտրելու է բարեկեցության եւ ելի են նախկին թշվառության միջև։ Ժողովուրդը ընտրելու է պետականություն ունենալու, անկախություն ունենալու կամ մեկ այլ երկրի գաղութ դառնալու միջև, ինքնիշխանությունը կորցնելու միջև։ Եվ ես շատ մեծ հույս ունեմ, որ ժողովուրդը ոչ միայն իմ ասելուց, իմ գործընկերների ասելուց պիտի սրա մասին պիտի դրան վստահի եւ անի իր ընտրությունը ի օգուտ մեզ կամ այլ քաղաքական ուժերի, որոնք թաթախված չեն ուղղությունով կոռուպցիայի, այսպես ուրիշ երկրի շահերը սպասարկելու մեջ, այլ ինքնուրույն կհետևի եւ կփորձի տրամաբանել եւ դրա արդյունքում կկատարի իր ընտրությունը։ Ես բնակիչների հետ ժողովրդի հետ առհասարակ ձեր շփումները ինչ են ասում։ Մեր ժողովուրդը արդեն իմունիտետ ձեռք բերել է այդ հիբրիդային հարձակումներին դիմագրավելու հարցում։ Մեծ մասամբ այո։
մեծ մասամբ այո, եւ բավականին փոխվել է ժողովրդի վերաբերմունքը այս տարիների ընթացքում, թե քաղաքականության, թե քաղաքական ուժերին, թե պահանջներն են մեծացել ժողովրդի, հա, այն բաները, ինչի մասին նրանք որևէ մեկս չէր համարձակվի երազել կամ ցանկություն հայտնել, այսօր արդեն պահանջում ենք մենք բոլորս, հա, այդ պայմանները կամ այդ հնարավորությունները եւ ես դրա համար անչափ ուրախ եմ։ Բայց միևնույն է դեռ կա այն հատվածը, որին թվում է, որ ինքը ամեն ինչ հասկանում է եւ ինքը լավագույն քաղաքական վերլուծաբանն է եւ իրենց լավ որևէ մեկը քաղաքականությունից չի հասկանում, այդ հատվածը բնականաբար երբեմն շատ անհեթեթ, երբեմն ոչ այնքան լուրջ վերլուծություններ է անում եւ կարծում եմ, որ յուրաքանչյուրին պետք է ընտրել բացի այս իշխանություններից, երբ որ հարցում ես ինչու պատասխանը որևէ մեկը չգիտի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։